աղոթքով սերներ եւ երգով Տիրոջը փնտրենք, պաշտենք, որովհետեւ մեր Աստվածը կյանք է եւ այդ կյանքը ուզում է փոխանցի մեզանից յուրաքանչյուրի մեջ, այսօր այստեղ էտիա տեղի ունենում։ Մենք եկել ենք այստեղ հաղորդվելու կյանքի հետ, սիրելիներ, հաղորդվելու նա ներկայության հետ, սա է իր նպատակը, եւ մենք պիտի սրտանց փնտրենք իրան, սրտանց երգենք ու աղոթենք, որպեսզի գնանք նրա ետևից եւ կանչենք իր անունը եւ ինքը հայտնվի մեզի, ասենք Փառք Հիսուսին։ Սաղմոս 32-ում հետեւյալն է գրված, սիրելիներ. Երանի անոր, որուն հանցանքներուն թողություն եղավ, ու անոր մեղքերը ծածկվեցան։ Երանի այն մարդուն, որ Տերը անօրություն չի սեպեր անոր, ու անոր հոգին մեջ նենգություն չկա։ Երբ լուր կեցավ ոսկորներս մաշեցան, իմ ամեն օր աղաղակելովս, վասնզի ցերեկ ու գիշեր քո ձեռքդ իմ վրա սանդրացավ, իմ թացությունս ամառվան չորության դարձավ։ Իմ մեղքս քեզ հայտնեցի, ու իմ անօրությունը չծածկեցի, ըսի թե Տիրոջը պիտի խոստովանեմ հանցանքներս, ու դու թողեցիր իմ մեղքիս անօրենությունը։ Այսօր համար ամեն աստվածապաշտ աղոթք պիտի ինե քեզի քո գտնվելու ժամանակդ։ Արդարև շատ ջուրերուն, հեղեղներուն ատենը անոր պիտի չմոտենան, դուն ես իմ ապաստանարանս, նեղությունես զիս պիտի պահես, դուն զիս պիտի պատես ազատության երգերով, քեզ պիտի սորվեցնեմ ու երթալու ճամփատ պիտի ցուցնեմ քեզի, քեզ պիտի խրատեմ իմ աչքս քո վրատ պիտի լնա, ձիու պես ու ջորի պես մի իլակ, որոնք միտք չունեն, ու իրենց ասանձին ու պախուրձին զարթովը կապելու է, որպեսի քեզի չմոտենան, ամբարիշտի տանջանքները շատ պիտի լան, սակայն Տիրոջ հուսացողին չորս կողմը ողորմություն պիտի պատե, ով արդարներ, Տիրոջմով ուրախ եղեք ու ցնծացեք, ցնծությամբ երգեցեք, դուք ամենդ, որ սրտով ուղիղ եք, ալելույա, Փառք Հիսուսին։ Դուք տեսնում եք սրա մեջ մի ամբողջ խոսք ամեզի ուղղված, սիրելիներ։ Այս խոսքերը Երանի մենք համար առ համար անցնենք առաջ ու կատարվի մեր կյանքի մեջ, իրականություն դառնա, որ Տերը պիտի խոսի ու սորվեցնի ու ճամփատ պիտի ցույց տա քեզի, թույլ տուր իրան էտի անելու, թույլ տուր որ ինքը այդ գործը քո հետ կատարի, անտարբեր մի նստի ստեղ, աստվածապաշտությունը կյանք է, ու եթե դու չես օգտվում այդ կյանքից, չես օգտվում այդ ուրախությունից, ինչ ես անում դու այստեղ, սիրելի հոգի, ինչն է դրա քո նպատակը, եթե ես եկել եմ ու չեմ ուզում, չեմ տեսնում իրան, հապա ինչի համար եմ եկել, այստեղ խոսքն ասում է, ով արդարներ, Տիրոջմով ուրախ եղեք ու ցնծացեք, երգեցեք, ցնծությամբ երգեցեք դուք ամենդ, որ սրտով ուղիղ եք, մասնակցեք երկնային խնջույքին, մասնակցեք երգով ու աղոթքով ու փառաբանությունով, էսի է պաշտամունքը, սիրելիներ, եկեղեցին պաշտամունքը ժամ անցկացնելու տեղ չի, այստեղ կենդանի հոգի է ներկա, եւ այդ կենդանի հոգից պիտի ես ու դու օգտվենք, ես ու դու պետքա ուտենք, խմենք այդ ջրերից, որ առատորեն տալիս է այստեղ, եւ հետո դու կտեսնեք տարբերությունը, սիրելիներ, ինչքան ուրախ է մեր ներսը եւ ցնծում է, եւ տրտմությունը պիտի վերջանա, եւ պիտի անցնի տխրությունը, որովհետեւ կենդանի Հիսուսը հպվել է ինձ ու քեզ, ասենք Փառք Հիսուսին։ Եղբայրներ, քուրեր, մենք միշտ փնտրում ենք, որ մեր լավ եղած գտնված ժամանակը Տիրոջը փաշտենք ու փառավորենք, բայց այսօր բանից պարզվում է, որ այն ամենավատ վիճակի մեջ երբ որ շրջվում եմ ու փառավորում եմ իր անունը, իմ մեջը ցնծություն եւ ուրախություն է գալի։ Ես ոչ թե նայում եմ ինձի պատած սարերին, որոնք ինձի բարձացել են իմ առջև, ծանրացել են իմ առջև, չի երևում պայծառ արևը, ամպերը պատել են, թվում է ճանապարհ չկա։ Ես պտտվում եմ դեպի Տերը եւ ասում եմ փառք ու անվանը Տեր, արդար ես եւ արժան ես դու, օրհնյալն քո սուրբ անունը, եւ այստեղ գալիս է բժշկությունը, սիրելիներ։ Աստված օրհնի սիրելի եղբայրներ, քույրեր ջան, Փառք Հիսուս Քրիստոսին, շնորհակալ ենք իրոք Տիրոջը, անկախ ամեն բաներից չնայելով, դժվարությունների, իրավիճակների,
Այսօր նորից հնարավորություն ունեցանք Տիրոջ տան մեջ լինելու սիրելիներ։ Սա իրոք ուրախալի է, Դավիթը ասում էր կուրախանայի, երբ որ ինձի կասեին Տիրոջ տունը գնանք։ Կարող է իմ հետ իմ կյանքում շատ է եղել է վիճակներ, որ հուսահատված եմ եղել է վիճակներ, որ կարծես հակառակորդը անօրենը փորձել է հավատքը ջախջախի, բայց երբ որ եկել եմ Տիրոջ տուն, ուրախացած հետ եմ գնացել, որովհետև կենթանի Աստծո ներկայությունը իր տաճարի մեջ է, իր ժողովրդի մեջ է, սիրելիներ։ Դրա համար այսօր թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թող Սուրբ Հոգին ամեն մեկից լսելիքները բացի, ինձանից սկսած, եւ ինչ ունի նա խոսալու իր ժողովրդին, թող նա խոսի, սիրելիներ։ Այսօր կա իմ սրտի մեջ մի փոքր խոսելու հաստատուն հավատքի մասին։ Եվ կուզեմ կարդալ առաջի տեղը, որ գրված է Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 46 խոսքից։ Մարկոս 10:46 խոսքից։ Սա մենք շատերս գիտենք, այդ տեղը Կույր Բարթեմեոսի բժշկության մասին է խոսում Տեր Հիսուսը, ավետարանիչը։ Եկան Երիքով, երբ Երիքով են կելներ աշակերտներովը եւ շատ բազմությունով, Դիմեոսի որդին Կույր Բարթեմեոս ճամփունքով նստել էր մուրալու, երբ լսեց, թե Հիսուս Նազովրեցին է, սկսավ աղաղակել ու ուսել. Հիսուս, որդի Դավթի, ողորմե ինձի։ Շատերը կհանդիմանեին Զանիկա, որպիսի լռե, բայց Անիկա ալավելի կաղաղակեր. Որդի Դավթի, ողորմե ինձի։ Հիսուս կանգ առնելով ըսավ, որ Զանիկա կանչեն։ Կանչեցին կույրը ու ուսին անոր. քաջ եղիր, ելիր, քեզի կկանչե։ Սիրելի եղբայրներ, քույրեր ջան, Երիքովի մեջ ես կուզեմ մի փոքր զուգահեռներ անցկացնենք մենք այսօր հին ուխտից եւ նոր ուխտից Երիքովի մասին, երբ որ Հեսուն մտավ Երիքով։ Երիքովի մեջ քիչ հրաշքներ չէր, որ տեղի էր ունեցել։ Երիքովի մեջ Զաքեոսը հանդիպեց Հիսուս Քրիստոսին։ Երիքովի մեջ այս կույրը հանդիպեց Հիսուս Քրիստոսին։ Երիքովի մեջ Ռախաբը, անբարոկին, որ կար, Երիքովի մեջ, որ բնակվում էր հավատքով, փրկվեց ինքը եւ իր ընտանիքը, սիրելիներ։ Եվ հենց այդ տեղի մասին էլ կուզեմ խոսել, երբ որ Հեսուն մտավ Երիքով։ Հեսու գրքի 6-րդ գլխի մեջ է դա գրված։ Գրված է, երբ որ ներողություն Հեսուն մտավ Երիքով, ժողովուրդը, Երիքովի ժողովուրդը պատասպարվել էին այդ պարիսպների ներսը, թաքնվել էին այդ պարիսպների մեջ, ինչի համար, վախի պատճառով Երիքովի ժողովուրդը թաքնվել էր այդ պարիսպների ներսը, որովհետև գիտեր, թե Հեսուն ինչի համար է եկել, Իսրայել ժողովուրդը ինչ նպատակով է եկել, Հեսուն ինչի համար է առաջնորդել Իսրայել ժողովրդին Երիքովը, բայց այսօր այստեղ է, սիրելի եղբայրս, քույրս, քո փրկիչը, կենթանի Հիսուս Քրիստոսը, որը ոչ թե եկել է քեզի կորսնցնելու համար, հապա եկել է քեզի փրկելու համար։ Ի տարբերություն Հեսուի, Հեսուն եկել էր, որ այդ ժողովրդի հետ պատերազմ անի, բայց այսօր մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, որը անցնում էր Երիքովի մեջ, նա եկել էր, որ փրկեր, նա եկել էր, որ ապրեսներ, նա եկել էր, որ կույրերը տեսնեին, կաղերը քայլեին, բանտարկյալների բանտի դռները բացվելը հրատարակվեր, գերիներին ազատություն տրվեր, սիրելիներ, դրա համար է եկել մեր Տեր Հիսուս Քրիստոսը, նա եկավ եւ Իսրայել ժողովրդի եւ հեթանոս ժողովրդի մեջ խաղաղություն հաստատեց, այդ բաժանող ձգող պատը քանդեց, այդ թշնամությունը քանդեց, իր մարմնովը քանդեց, իր խաչովը հաշտեցրեց, երկուսը մեկ արավ, ասում է Սուրբ Գիրքը, Եփեսացիս 2-րդ գլուխ 13-ից 17 խոսքերն է, եթե չեմ սխալվում, երկուսը մեկ արեց ու թշնամությունը սպանեց, եւ հիմի այստեղ ներկա է նա, սիրելիներ։ Սա գիտեք, մենք շատ ենք ասում Տեր Հիսուսը ներկա է, բայց արդյոք հավատում ենք, որ Հիսուսը ներկա է։ Ես երբ որ պետք է խոսեի, այսօր առավոտ կարդում էի այս տեղերը, կարծես անօրենը մտքեր էր բերում, ասում էր, դու ինչպես պիտի խոսես Աստծո խոսքը, առավել եւս հավատքի մասին ինչպես պիտի խոսես։ Մենք շատ խոսում ենք, սիրելիներ, կարդում ենք, բայց մեր հավատքը արդյոք կենթանի եւ հաստատուն է։
Կենթանի եւ հաստատուն է սիրելի եղբայրներ քույրեր, որ Հիսուս Քրիստոսը այստեղ ներկա ամեն մեկի սրտին, ամեն մեկից դերսի վիճակին նայում է եւ նա ամեն բաները տեղյակ է։ Հովանես առաքյալը Հովանու թղթի 1 գլուխ 3 խոսքում ասում է ամեն բաները նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ ինչ որ եղավ։ Ես հավատում եմ այս խոսքերին։ Ես հավատում եմ, եթե ես հավատամ, որ ամեն բաները նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չի լինում իմ կյանքում, ես այդ տրտմությունները, տխրությունները, այդ հոգսերի մեջից կկարողանամ շուտ անցնել, սիրելիներ։ Ես չեմ վերցնի այդ ծանրությունները եւ պահեմ իմ սրտի մեջ։ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը ասում էր, ձեր գլխի մազերը անգամ համրված են, այսինքն հաշված են։ Եվ առանց Աստծո թույլատվության մեր գլխից մի մազ անգամ չի ընկնում։ Հավատում ենք մենք, սիրելիներ։ Երանի թե հավատայինք եղբայրներ քույրեր։ Երանի թե այդ կենթանի հավատքով լցված լինեինք, բա որ հավատում ենք շատ ժամանակ, երբ որ նեղությունները գալիս է, երբ որ այդ վիճակները բարձրանում է, ինչի ենք տկարանում, ինչպես Արմեն եղբայրը շեշտեց, չէ՞ խոսքի ժամանակ, այդ լեռները բարձրանում են, այդ բլուրները տեսնում ենք, ինչի ենք մենք հանկարծ նայում նրանց ու տկարանում, սիրելիներ։ Եվ Երիքովի ժողովուրդը Եվ ինչպես ասացի զուգահեռներ կուզեմ անցկացնել, թաքնվել էր այդ պարիսպների ներսում։ Այդ պարիսպները այսօր իմ ու քո կյանքում կարա լինի մեր վախերը, մեր կասկածները, մեր թերահավատությունները, անօրենի կողմից բերված մտքերը, որոնք մենք ընդունել ենք այդ վիճակները ու դրանք պարիսպի նման, այդ լեռների նման, ինչպես եղբայրը շեշտեց, բարձրացել են սիրելի եղբայրներ քույրեր, ու մենք նայում ենք նրանց ու չենք իմանում որ կողմը գնանք թաքնվենք, չենք իմանում ինչ անենք, որովհետև այդ ամեն ինչը կարծես ընդունել ենք այդ հակառակորդի անօրենի բերած մտքերը ու նայում ենք երևույթին, նայում ենք վիճակներին եւ ասում ենք, բա ինչպես պետքա լինի, բա ինչպես այս պարիսպները պետքա քանդվի, եւ Հիսուս Քրիստոսը եկել է, որ այսօր այդ պարիսպները քանդի իմ ու քո կյանքում։ Եթե ես հավատում եմ, այսօր այն օրն է, ինչպես Սաղմոսների մեջ 118 Սաղմոսի 24 խոսքում ասվում է, ես այդ համարը շատ եմ սիրում, ասում է այսօր այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Եկեք ցնցանք եւ ուրախ լինենք անոր մեջ, ում մեջ ուրախ լինենք։ Հիսուսի մեջ պետք է ուրախ լինենք։ Այսօր այն օրն է, որ Հիսուսը քանդի այդ պարիսպները, քանդի այդ անհավատությունները, քանդի այդ վախի մտքերը եւ մեզի ազատ անի հակառակորդի ձեռքից, ով որ հավատում է այս խոսքերին, նրա կյանքում կկատարվի, սիրելիներ։ Աստծո խոսքը զորավոր խոսք է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Զորավոր է այն մարդու համար, ով որ այդ խոսքը ընդունում է, ու նա այդ զորությունը իր ներսը ճաշակում է, իր ներսը տեսնում է, որ Աստծո խոսքը զորավոր է։ Ու այսօր ինչքան եղբայր քույրեր են նստած այսօր այստեղ, որոնք այդ զորությունը ճաշակել են Աստծո խոսքի, որոնց ներսը ազատագրություն, բժշկություններ է տեղի ունեցել, սիրելիներ։ Եվ գիտեք, այդ պարիսպները շարունակելով խոսքը, երբ քանդվեց, երբ որ ժողովուրդը աղաղակեց, գրված է, ես բանավոր բառացիկ ասեմ, Հեսու 6-րդ գլխի 3-4 խոսքերի մեջ, երբ որ Տեր Աստվածը պատվիրում է Հեսուին, ասում է, դու 7 քահանա, թող 7 քահանաները 7 հոբելյան փողերով ժողովրդի դիմացից առաջ անցնեն, փողերը հնչեցնեն, 6 օր պտտվեցեք պարիսպների շուրջը, բայց ոչ մի աղաղակ մի հանեք։ Միայն 7-րդ օրը 7 անգամ կպտտվեք եւ երբ որ այդ փողերի ձայնը լսեք, աղաղակեցեք, սիրելիներ։ Երբ որ փողերի ձայնը լսես, աղաղակիր։ Այսօր դու լսում ես այդ փողերի ձայնը։ 89 Սաղմոսի մեջ 15 խոսքն է, ասում է երանի այն ժողովրդին, որ փողերի ազդարարության ձայնը ճանաչում է։ Փողերի ազդարարության ձայնը ճանաչում է։ Այսօր այս փողերը հնչվում են, սիրելիներ։ Այսօր փողը հնչվում է, փողը Աստծո խոսքն է, երբ որ ես Աստծո խոսքը լսում եմ, իմ սրտի մեջ ընդունեմ, ու այդ պարիսպները, այդ մտքերը, այդ վիճակները պետք է քանդվեն, ասենք փառ Տիրոջը, ժողովուրդ ջան, ասենք փառ Տիրոջը, այստեղից Աստծո խոսք է խոսվում, այդ ծանրությունները թողեք, այդ մտքերը թողեք,
Կարող է քո սրտի մեջ ասում ես շատ եմ լսել այս խոսքերը, բայց իմ համար օգուտ չի եղել։ Շատ եմ տարիներով աղոթել, բայց իմ աղոթքին պատասխան չի եղել։ Բայց սիրելի եղբայրս, քույրս, այս կույրն էլ էր կույր ծնվել, այս կույրն էլ էր տարիներով հնարավոր է աղոթել, շատ միջոցների դիմել, բայց երբ որ լսեց փողի ձայնը Հիսուս Քրիստոսն էր։ Կուզեմ կարդամ այդ համարը նորից 47 խոսքը, ասում է, երբ լսեց, թե Հիսուս Նազովրեցին է, սկսավ աղաղակել ու ասել. Հիսուս, որդի Դավթի, ողորմե ինձի։ Շատերը կհանդիմանեին Զանիկա, որպիսի լռե, բայց Անիկա ալավելի կաղաղակեր. Որդի Դավթի, ողորմե ինձի։ Նա լսեց այդ փողի ձայնը, սիրելի եղբայրս, քույրս, եւ նա աղաղակեց։ Այսօր կարող է քեզ էլ, ինձ էլ շատերն ասում են, դե հերիք աղոթք անես։ Մարդու ներսը գիտեք շատ աղաղակներ ա լինում, երբ որ մարդը վշտացած է, երբ որ մարդուն նեղացնում են, երբ որ մարդը վիճում է, տարբեր վիճակներից ելնելով մարդու ներսը տարբեր աղաղակներ են լինում, բայց մեկ աղաղակ կա, որը ուղղված է ուղիղ Աստծուն, սիրելի եղբայրս, քույրս։ Սաղմոս 18-ի 6-րդ խոսքի մեջ Դավիթ այսպես է գրում, ասում է իմ նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի եւ իմ Աստծուց աղաղակեցի, Անիկա իր տաճարեն իմ ձայնս լսեց եւ իմ աղաղակս անոր առջև անոր ականջը հասավ։ Անոր առջև անոր ականջը հասավ, ինչպես այս կույրի աղաղակը Հիսուս Քրիստոսը լսեց եւ այս կույրի աղաղակը Հիսուս Քրիստոսին կանգնեցրեց, ոչ թե բարձր գոռալը, սիրելի եղբայրս, քույրս, մարդը կարող է աղաղակ ունենա, բայց ընդհանրապես չբարձրաձայնի։ Ես իմ տեսակով այնպես եմ, որ բարձր եմ աղոթք անում, տանը որ մենակ եմ լինում, սովորություն ունեմ, բարձր աղոթք եմ անում Տիրոջը, այդպես է իմ խառնվածքը կարծես, ոչ թե որ ցածր աղոթեմ Հիսուսը չի լսի, ոչ, անկախ ինձանից այդպես աղոթք եմ անում, բայց լինում է մի վիճակներ, որ գալիս եմ Տիրոջ առաջ, ընդհանրապես կարծես չեմ էլ, sense բերանս է չի բացվում, ուղղակի sense լուր ընկնում եմ Տիրոջը, բան չեմ խոսում, իմ սրտի մեջ եմ խոսում, իմ սրտի մեջ, սիրելիներ, այդ աղաղակը կատարվում է իմ սրտի մեջ։ Հիշում եք Սուրբ գրքից նման դեպք։ Աննան, հիշում եք Աննան, առաջի թագավորած, առաջի գլուխ 15-րդ խոսքի մեջ, չէ, երբ որ Աննան իր օքսի համար գնաց Տիրոջը տաճարը, Տիրոջը տունը, ունկավ իր սիրտը բացեց Տիրոջը առաջ, հեղին էլ քահանան այնտեղ էր եւ նայում էր Աննային, տեսնում էր Աննան, միայն շուրթերն է հազիվ բացվում, չի էլ բացվում, կարծեց որ Աննան գինովցած է։ Կարծեց որ Աննան գինովցած է ու ասեց մինչև երբ պետք է գինովնաս։ Աննան ասեց ոչ, այդպես չէ, Տերիմ, հապա քո աղախինը վշտացած սրտով կինն է, ու այսօր իր հոգսը, իր սիրտը, իր հոգին բացեց Տիրոջ առաջ։ Այսօր բաց քո հոգին, սիրելի եղբայրս, քույրս, երբ որ լսում ես այս փողերի ազդարարության ձայնը, ողբ Երեմիա 2:19-ում ասում է. «Ելիր գիշերով աղաղակե, գիշերվա պահերուն սկիզբը քո սիրտը ջուրի պես թափե Տիրոջ առաջ, թափի Տիրոջ առաջ, որովհետև Աստված լսում է այդ քո աղոթքը, Աստված տեսնում է այդ քո վիճակը»։ Եսայի մարգարեության մեջ է 62-րդ գլխի մեջ այսպիսի խոսքեր կա գրված, ասում է դուք ով Տերը հիշողներ, լուր մի կենաք ու անոր հանգստություն մի տակ մինչև Անիկա հաստատե։ Դուք ով Տերը հիշողներ, լուր մի կենաք։ Աստված նայում է, գիտես չէ, սիրելի եղբայրս, քույրս, տեսնում է դու ինչ վիճակով ես եկել, այս քույրը եկել էր այդ հավատքով։ Հիսուսը երբ որ խոսում էր անիրավ դատավորի եւ այդ որբևայրի կնոջ մասին, Ղուկաս ավետարան 18-րդ գլխի մեջ առաջի խոսքերից, ասում է, որ այդ կինը երբ որ գնաց դատավորին անիրավ դիմում էր իր հոգսի համար, որ իրան ազատի իր ոսողից, դատավորը թեպետ մարկանցից չէր ամանչում, Աստծուց չէր վախենում, բայց լսեց իր այդ շատ դիմելու անհանգստացնելու համար այդ կնոջ հոգսին պատասխան տվեց։ Եվ Հիսուսն ասում է առավել եւս ձեր հայրը, որ ինչ պիտի անի, որ իր ընտրյալներուն պիտի շուտով իրավունք անի, որոնք գիշեր ցերեկ իրեն են աղաղակում, իրեն են դիմում, շուտով իրավունք պիտի անի։ Եվ այս կույրը այդ իրավունքը ստացավ։ Գիտեք, երբ է իրավունքը լինում, ճիշտ ժամանակին։ Սուրբ Գիրքը ասում է Աստված ամեն բան իր ժամանակին արեց եւ ինչ արեց, վայելուչ արեց։
Աստված ամեն բանի ժամանակին է անում եւ վայելուչ է անում։ Եվ 49 խոսքից նորից կուզեմ կարդալ. Հիսուս կանգ առնելով ըսավ, որ զանիկա կանչեն։ Կանչեցին կույրը ուսին անոր, քաջ եղիր, ելիր, քեզ կկանչե։ Անիկա իր հանդերձը ձգելով ելավ ու եկավ Հիսուսին, եւ Հիսուս ըսավ անոր. Ինչ կուզես, որ քեզի ինեմ։ Կույրը ըսավ. Ռաբունի, կուզեմ, որ աչքերս բացվեն։ Ռաբունի, այս մարդու հավատքը արդեն բժշկված էր գնացել, սիրելիներ։ Հիշում եք Աննան, երբ որ գնաց այդ աղոթքը արեց, գրված է, երբ որ աղոթքը վերջացրեց, նա ելավ ու գնաց եւ այլևս չտրտմեց, ուրախությունով գնաց, իր աչքերի արցունքները մաքրեց, գնաց եւ հաց կերավ, այլևս չտրտմեց, այսինքն նրա հավատքը բժշկվեց։ Այսօր Հիսուսը ուզում է, որ մեր հավատքը առաջինը բժշկվի։ Նա չի ուզում, որ մեր հոգսի հարցը լուծվի, բայց մեր հավատքը չբժշկվի։ Գիտեք, Եփեսոսի եկեղեցին նրանց սերը պաղել էր։ Եկավ մի պարագա, որ Եփեսոսի եկեղեցու սերը Հայտնության գրքի 2-րդ գլխի մեջ է գրված, որ սերը պաղել էր, գործեր ուներ, գործեր անում էր, ասում է գիտեմ քո գործերը, քո աշխատությունը, որ էսինչ լավ բաներ ես անում, բայց քո առաջվա սերը ձգել ես։ Հիսուսին պետք չի, եղբայրներ, քույրեր, որ մեր առաջվա սերը ձգենք, բայց գործեր ունենանք։ Հիսուսը առանց այդ առաջվա սիրո մեր գործերը չի ուզում։ Նա ուզում է մեր այդ առաջվա սերը, նա հայր է, նա ուզում է իմ ու քո հետ մեկանա, նա ուզում է իմ ու քո հետ մեկ լինի, մեկ հոգի լինի, իմ ու քո հետ հանդիպում ունենա։ Սիրելի եղբայրս, քույրս, այդ սերը, այդ ուրախությունը ես ճաշակեմ, վայելեմ, հետո նոր մնացած հարցերը կլուծվի։ Նա սա է ուզում, ինչպես սա կատարվեց Աննայի կյանքում, ինչպես կատարվեց այս կույրի կյանքում։ Կույրը այդքան է, չգիտեմ, հնարավոր է շատ տեղեկություն ուներ, չուներ, գիրք չէր կարդացի ամեն դեպքում ֆիզիկական աչքերը կույր էր, բայց հոգևոր աչքերը բաց էր, սիրելիներ։ Նա հոգևոր աչքերով տեսնում էր եւ ասում է ելավ հանդերձները ձգելով եւ Հիսուսին եկավ։ Ես լսել եմ, այդպես կարդացել եմ հոգևոր գիր գրականությունից մի վայր տեղեր ու ավակ եղբայրներից էլ լսել եմ, որ սինագոգներ տալի իրանց հագուստներ, այս ողորմություն խնդրողներին, աղքատներին եւ այլն, ովքեր որ մուրում էին, մուրացկան էին, իրանց սինագոգը հագուստներ էր տալիս։ Ու նրանք այդ հագուստները դնում էին եւ այս կույրը այդ հագուստը դնում էր եւ այդ հագուստի վրա նստելով մուրացկանություն էր անում, ողորմություն էր խնդրում։ Բայց երբ որ Հիսուսը կանչեց նրան, գրված այդ հագուստն է մի կողմ դրեց։ Այսինքն նա այն հավատքով գնաց, Սուրբ գրքում պատահական բաներ չկա գրված, գիտեք։ Պատահական ոչինչ չկա գրված։ Նա այն հավատքով գնաց, որ Հիսուսի մոտ գնալով պիտի բժշկություն գտնի։ Եվ Հիսուսը նրան ասաց. Ինչ կուզես, որ քեզի ընեմ, ինչ ես ուզում, որ քեզի անեմ։ Ինչի համար ես եկել ինձի, հարց է տալի Հիսուսը։ Ողորմության համար ես եկել, ինչ-որ գումար ես ուզում, ինչ ես ուզում, այսօր քեզ էլ է հարցնում, ինչ ես ուզում, որ քո համար անեմ, Հիսուսը։ Տեր, գումար եմ ուզում, Տեր, առողջություն եմ ուզում, Տեր, սա եմ ուզում։ Կույրը չթաքցրեց, ասեց ուզում եմ, որ աչքերս բացվի։ Կույրը ասավ. Ռաբունի, կուզեմ, որ աչքերս բացվի։ Ռաբունի, ես մեկ էլ Հովանու ավետարանի մեջ եմ հանդիպել, երբ որ Մայրամ Մագդաղենացին Հիսուսի հարությունից հետո նրան հանդիպելով ասում է Ռաբունի, եւ մեր եղբայրներից մեկից լսեցի, որ Ռաբունի նշանակում է իմ վարդապետս։ Ոչ թե վարդապետ ռաբի, այլ իմ վարդապետս է նշանակում։ Այս կույրի խոսքը, այս կույրի հոգուվիճակը, սիրելիներ, իմ վարդապետս արդեն Հիսուսին հարազատ կերպով է դիմում։ Ռաբունի, կուզեմ, որ աչքերս բացվի։ Հիսուսը ասավ անոր. գնա, քո հավատքը քեզ բժշկեց, եւ շուտ մանոր աչքերը բացվեցան ու ճամփուն Հիսուսի ետևեն կերտար։ Շուտ մանոր աչքերը բացվեց, սիրելիներ։ Դու անտեսված ես Հիսուսից։ Այստեղ որևիցե մեկը չմտածի, որ Հիսուսից անտեսված է, սիրելի եղբայրս, քույրս։ Հովանու ավետարանի մեջ 5-րդ գլխի մեջ առաջի խոսքերից գրված է, որ Հիսուսը գնաց Բեթեսդա կոչվող այդ ավազանի մոտ,
այնտեղ 38 տարվա հիվանդ մկար, որ 38 տարի այդ հիվանդությունով պարկած էր այնտեղ ու սպասվում էր այդ ավազանի ջրերը, որ հրեշտակը շարժեր ու նա մտներ ներսը, որ բժշկություն գտներ, սիրելիներ։ Հիսուսը եկավ նրան եւ նրա հետ խոսեց եւ նրան բժշկեց։ Այդ ավազանը մի փոքրիկ, այսպես ջուր էր, մի փոքրիկ ջրակույտ էր, որ կար, բայց Սուրբ Գիրքը ասում է Սաղմոս 65-9-րդ խոսքում, որ Աստծո գետը խիստ լեցուն է, սիրելիներ։ Դու մտի այդ գետի մեջ, այսօր այդ գետը այստեղ է, այսօր այդ գետը հոսում է, որով որ հավատքով մտնի, բժշկություն պիտի գտնի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Օրդություն պիտի վայելի, սերը պիտի վերականգնվի, հանդիպում պիտի ունենա Հիսուս Քրիստոսի հետ, որովհետև նրա գետը խիստ լեցուն է, ու նա եկել է այսօր այստեղ հենց քեզ համար, սիրելի եղբայրս, քույրս։ Տիրոջ անունը փառավորվի։ Գիտեք, սիրելիներ, մեր կյանքում այս վիճակները, որ լինում են, այդ լեռները, այդ պարիսպները, այդ փոթորիկները, դրանք մեր հավատքի համար են։ Դրանք դրա համար են, որ ոչ թե մեզի տապալեն, կներեք արտահայտությանս համար, ոչ թե մեզի վայր գցեն, հապա մեր հավատքը հաստատեն Աստծո խոսքի վրա, հապա մեր հավատքը ավելի ամրապնդեն, սիրելի եղբայրս, քույրս, ինչպես Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին նույն Մարկոս ավետարանի մեջ 4-րդ գլխի մեջ, երբ որ ասաց 35 խոսքում, Մարկոս ավետարան 4-րդ գլուխ 35 խոսքում, նույն օրը երբ իրիկուն եղավ, ըսավ աշակերտերուն, եկեք ծովուն անդիի կողմը անցնենք։ Աշակերտերուն ասեց եկեք ծովի անդիի կողմը անցնենք, եւ ինչ եղավ այնտեղ։ Փոթորիկ եղավ, չէ՞։ Փոթորիկ եղավ, աշակերտները հավատքը տկարացավ, նայեցին վիճակներին, ասեցին Տեր, հոգդ չի, որ մեզի կորսեցնում ես։ Այսօր այդ վիճակները, Տեր օրհնի, այսօր այդ վիճակները, որ լինում են մեզ հետ, մեզ էլ է թվում, թե այս փոթորիկներն ու քամիները նրա համար են, որ մեզի կորսնցնեն, նրա համար են, որ մենք թուլանանք, որ մենք տկարանանք, դա անօրենի եւ հակառակորդի բերած մտքերն է, սիրելի եղբայրս, քույրս։ Այսօր նայեք մեր կյանքում, մի թեթև մի բան է լինում, խառնվում ենք իրար։ Ես կուզեմ իմ կյանքից մի բան պատմեմ, մի վկայություն անեմ, չեմ ուզում շատ ժամանակը այսպես սպառեմ, ուղղակի մի երկու բան էլ ասեմ ու կգանք աղոթքի, մի երկու խոսք, այս փոթորիկների նեղությունների հետ կապված։ Ես հիշում եմ մի օր մեր հոգսի համար ասել էինք եղբայրներին, քույրերին, որ էլի աղոթք էին անում, ու մի օր կնոջս հետ դուրս էինք եկել, դուրսը զբոսնելու, երեկո էր, ու եղբայրներից մեկը զանգեց ինձ եւ ասաց, որ պաշտամունքը իրաց մոտ նոր էր վերջացել, ասաց եղբայր ջան, ձեր հոգսի համար աղոթք էինք անում, այնտեղ մեզի չէին էլ ճանաչում, այդպես մի 2-3 հոգի երևի։ Ձեր հոգսի համար աղոթք ենք անում ու այնտեղ ասեց ժողովրդից մեկը այսպիսի տեսիլք էր տեսել, որ սև ամպեր էր կուտակված, սև ամպեր ու ամպրոպ, ամպեր, սենց թանձր սև ու մեկ էլ ասում է մի հատ կայծակ վերևից կարծես խփեց մեծ հուշկու կայծակ ու այդ ամպրոպը, այդ ամպերը ցրեց եւ մեծատառերով գրված էր հավատք։ Այդպես խոսացինք կնոջս հետ, զրուցեցինք, թե ինչի համար էր դա ու գնացինք տուն, նստած էինք, ես միացրեցի մեր վրեժ եղբոր քարոզներից, ասեցի քարոզ դսենք, Աստծո դսենք, եկել կինս սկսեց այդ ժամանակ մի քիչ վատ զգալ իրանց, այս տաքություն ունեցավ, այս ցնցումներ, մեկ էլ բան ջերմաչափը դրեցինք, տեսանք 38 աստիճան տաքություն ունի, ասեցինք լավ, հələ մի հատ էլ ստուգենք, մի 5-10 րոպե հետո 10 րոպե հետո արդեն 41, 42, ինքն էլ ստեղ չի, այտենց համարցակ պատմում եմ, 42 ու ընկավ ցնցումների մեջ, հիմա ես փոթորիկները եկել է, ցնցումների մեջ անկե ասում եմ արի գնանք բժշկի, ասում է չէ, չեմ կարա այս վիճակով, այնտեղ մաման է գալի, հարազատ բարեկամներով գալիս է, ես ինչա կատարվել, սենց հավատքիդ վրա խփում են, այդ փոթորիկների ժամանակ, այդ նեղությունները, քամիները, ես դեռևս զգում եմ, ասում եմ Հիսուս ջան, ինչ անենք, դե բժշկի դիմեցինք, բժշկի մինչև բժիշկը գա, կանչեցինք, հիմի բայց նայում եմ իրան, այս շուրթերը սենց կապտել է գրեթե, ու ընկել այդ ցնցումների մեջ, այդ վիճակի մեջ, ասում եմ Հիսուս ջան, ու աղոթք ենք անում, ով գալիս է, ասում եմ ժողովուրդ ջան, ոչինչ, եկեք աղոթք անենք, նայում եմ իրեն, ասում եմ ո՞նց ես, ասում է նայում է ինձի, ասում է լավ եմ, ասա թող ժողովուրդը բան չանեն, էլի չընկնեն այդ ստրեսի մեջ, այդ վիճակի մեջ, պանիկայի մեջ մեր խոսքերով ասած, ասում են ժողովուրդ ջան, մի ընկեք, ու աղոթք եմ անում, ոչ մի ներկայություն չեմ զգում։
Ոչ մի ներկայություն, սառը, սես մի հատ վիճակ, ինչպես 23 Սաղմոսի մեջ ասում է, մավան շուքի ձորի մեջ էլ անցնեմ, Տերը ինձի հետ է, չէ, չարեմ պիտի, այդ մավան շուքի ձորը ոնց որ ասում եմ Հիսուս ջան, մի հատ ներկայություն, մի հատ մխիթարություն, մի խոսք անգամ չկա, մեկ էլ հիշեցի, դա ընդամենը 2 ժամ առաջ էր այդ եղբոր խոսքը։ Հավատք, ամպրոպը կուտակված է, սև ամպերա կուտակված, կայծակը խփեց, ցրեց եւ գրված էր հավատք։ Ասեցի պետք է հավատքը պահենք, ու այդ հավատքը պահելով սիրելիներ, այդ ամեն հարցերը լուծվեց, արդեն մինչև բժիշկները եկավ, ինքը վերկացե նստել էր, փառք Տիրոջը, ու այդ ամեն վիճակ Տերը անցավ, Տերը ողորմություն արեց, բժշկեց, բայց ես դա տեսա, ասեցի Հիսուս ջան, սա չգիտեմ, կարծես իմ ներսը մի փոքր խառնաշփոթ էր եղել, բայց ես արտաքինից ցույց չէի տալի, բայց ոչ մի ներկայություն, ոչ մի բան չէի զգում, ու առաքյալների պես ոնց որ ասենք Հիսուս ջան, կարողա կորսվենք, բայց Տերը այդ ամենի մեջ հավատք է սովորացնում։ Ինչպես Դավիթի կյանքում եղավ, հիշում եք, առաջի թագավորած 30-րդ գլխի մեջ, երբ որ եկավ, որ գնացել էր փղշտացիների հետ Իսրայել ժողովրդի դեմ պատերազմելու, երբ որ եկավ, տեսավ, որ ամաղեկացիները եկել են եւ բոլոր իր տունը, իր եղբայրների ընտանիքը բոլորին գերեվարե ու տարել են, երեխաները, կինը, բոլորը չկան սիրելիներ, բոլորին տարել են։ Եվ ասում է, խիստ մեծ նեղության մեջ էր Դավիթը, եւ ինչ արեց, Աբիաթար քահանային ասեց, Եփուտը մոտեցրու։ Այդ նեղության մեջ Դավիթը Աստծո խոսքն էր փնտրում, սա հավատն է, ասեց Տեր, ինչ անեմ, գնամ թե մնամ, ասեց գնա, ես քո ձեռքը պիտի տամ։ Այս սա է սիրելի եղբայրներ, քույրեր, Տեր այս հավատն է ուզում տեսնի, որ այդ նեղության մեջ միշտ կարճած լինենք դրան, ու այդ պարիսպները եւ այդ ամեն բաները պիտի քանդվեն Հիսուսի անունով։ Տերը օրհնի ձեզ։ Սրդանց փառք Տիրոջը, Աստծո ժողովուրդ։ Մենք հավատանք, որ Տերը ներկա է եւ գրվածի համաձայն եւ կենթանի ներկայությունը կվայելենք։ Մարդկա մենակ գրվածին գնահե, որտեղ 2-ից 3 հոգի հավաքված, ես այնտեղ ներկա եմ, բայց գրվածը նաեւ կկատարվի։ Միայն հավատալ պետք չէ, այլ վայելել է պետք։ Մարդկա կհավատա Աստծո խոսքին, բայց չի վայելե։ Այդ ներկայությունը չի զգա։ Աստծո խոսքին ամեն կասե, բայց Աստծո խոսքը չի ճաշակե։ Կարող է ինչ որ մեկը միան լավ բան պատմե, չէ։ Դու հավնես, բայց չես տեսել, չես այդ լավ բանը ընդունել։ Միայն լսել ես, բայց Աստծո խոսքը ասում է, որ ով որ ծառավ է, ով է ծառավ, թող գա ինձի ու խմե, ով է ծառավ։ Տեր Հիսուսը հարց կտա, ով որ ծառավ է, չի ասե ամեն կդարեք, ով որ ծառավ է, Աստծո ծառավ ունեցողը, Աստծո կարիք ունեցողը, Աստծո ներկայությունը վայելող մարդը այդ ծառավով Աստծո մոտ կգա։ Մենք եկել ենք, որպեսզի Աստծուն պաշտենք ու Աստծուն վայելենք եւ Աստծո խոսքից հանդիմանվենք եւ Աստծո խոսքով ուղղվենք։ Տերը թող օրհնե, զորացնե, մենք աղոթ պետք է անենք մեզի համար, եկեղեցու համար։ Ես երկու խոսք կարդամ, տեսեք տաճարի մասին կասե Աստծո խոսքը, առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 16 խոսքը։ Չեք գիտեր, թե Աստծո տաճար եք դուք եւ Աստծո հոգին ձեր մեջ բնակված է։ Ինչու համար հարց կուտա։ Չեք գիտեր, չի ասե դուք գիտեք, որ դուք տաճար եք։ Հարց կուտա, չեք գիտեր, այսինքն շատ անգամ կմոռանանք, որ մենք Աստծո տաճար ենք։ Կհիշեք Աստծո տաճար երբ կառուցվավ։ Սողոմոնի ժամանակ կառուցվավ, որպեսզի այդ տաճարի մեջ աղոթներ տեղ ունենա, ճիշտ է, եւ պաշտամունք, եւ այդ տաճարի մեջ Աստծո ներկայությունն է։ Տաճարի մեջ ժողովուրդը կհավաքվեին, որպեսզի աղոթեն ու պաշտեն Աստծուն։ Իսկ հիմիկվա մեջ տաճարը Աստված այլևս ձեռագործ տաճարների մեջ չի բնակվի, այլ անձեռագործ։ Այդ տաճարը ով է։ Մենք ենք այդ տաճարը։ Այդ տաճարի մեջ, այսինքն մեր միջից պաշտամունք պետք է տեղ ունենա ամեն ժամանակ։ Ոչ թե պաշտամունքը կսկսվի 10-ին եւ 12-ին կվերջանա, այլ մեր հավաքույթը կսկսվի, մեր միաբան հավաքույթը, այլ պաշտամունքը չի վերջանա։ Պաշտամունք դու կարող ես Աստծուն պաշտել միշտ։
եւ գործի ժամանակ, եւ քնելիս, արթնանալիս, ճանապարհ գնալիս, ամեն ժամանակ դու Աստծուն պետք է պաշտես։ Եվ պաշտամունքը տեղի կունենա Աստծո հոգու միջոցով, որովհետև գրված է, չեք գիտեր թե Աստծո տաճար եք դուք եւ Աստծո հոգին ձեր մեջ բնակված է։ Եվ նույն Կորինթացիներից մեջ էլի հարց կուտա 6-րդ գլուխ 19 խոսքը։ Չեք գիտեր, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգին, որ ձեր մեջ է, որ Աստուծո առած եք ու դուք ձեր անձի տերը չեք։ Տեսեք, այստեղ էլ հարց կուտա։ Ոնց որ մոռացած ենք, որ մենք Աստծո տաճար ենք, Աստծո խոսքը հարց կուտա, չեք գիտեր։ Եթե Աստծո հոգի մեր մեջ բնակված է, մենք տաճար ենք եւ հիմա պետք է աղոթենք այդ տաճարի համար, մեզի համար, որ պաշտամունքը, Աստծո պաշտամունքը ամեն ժամանակ տեղի ունենա։ Եվ որ Աստծուն կպաշտես, դու կսրբանաս։ Եթե դու Աստծուն երկրպագես, փառք ու դաս, քո մեջ կգա օրհնություն ու կյանք։ Դե հիմա աղոթենք մեր եկեղեցու մեզի համար աղոթ բարձրացնենք, որպեսզի այդ սրբությունը, այդ սերը, խաղաղությունը մեր մեջ ավելի շատանա։ Աղոթքի կանք ժողովուրդ ջան, խնդրենք Տիրոջ ներկայությունը, զորությունը։ Փառք Հիսուսին սիրելիներ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ այս տան մեջ Աստծո կենթանի խոսք կա, սիրելիներ։ Ոչ թե այստեղից եւ այնտեղից հավաքածու, այլ անմիջապես Աստծուց առած։ Սա մեծ ողորմություն է եւ հրաշք է մեզ եւ քեզ, որ Աստված խոսի։ Իր խոսքը կենթանի է եւ զորավոր։ Եվ ամեն երսայրասուր է կտրուկ։ Այո, ինչպես եղբայր աղոթեց, մենք չենք տեսնում Տիրոջը, բայց լսում ենք իր ձայնը։ Եվ մեր հոգու հետ նա խոսում է, Սուրբ Հոգին ներգործում է մեր սրտերի մեջ, սիրելիներ։ Եվ հրաշալի է, երբ որ մենք լսում ենք նրա խոսքը, եւ իր խոսքի միջոցով մենք լսում ենք իր ձայնը։ Եվ իր ձայնը զորեղ է, շատ հզոր է։ Շատ հետաքրքիր է, որ Գևորգ եղբայրը երբ որ խոսեց փողի մասին, մինչև իր խոսելը ես այդպես մի պահ երկի ժամանակ այդպես մի ապրում ապրեցի։ Ոնց որ թե այդ Տերը պիտի հնչեցնե փողը եւ այդ պահի մեջ այսպես ես սկսեցի ապրում ունենալ, թե հետաքրքիր է ոնց է լինելու այդ պահը, ինչպիսի պահ պետք է լինի, սեն այդ փողի հնչվելու ատենը, գրված է, որ փողը պիտի հնչվի և մեռելները հարություն պիտի առնեն, և բոլորը նրանք, ովքեր պատրաստ են, սպասում են Հիսուսին, առաջ մեռելները հարություն են առնում, հետո մենք, որ ողջ ենք, պիտի փոխվենք և բարձրանանք վերև։ Սուրբ գրքի մեջ երկու տեղ է նշված փողի հնչվելու մասին։ Մեկը Հին Ուխտում, երբ որ այդ Սինա լեռան վրա կրակը կար, Աստծո ներկայությունը կար, Աստծո փողը, այսինքն Աստծո ձայնը, եւ ժողովուրդը ներքևում սարսափի մեջ էին։ Դա գրված է Եբրայեցիների 12-րդ գլխի մեջ։ Եվ Մովսեսը մինչև անգամ գրված է սաստիկ կվախնամ եւ գտողամ։ Սաստիկ կվախնամ այդ ներկայության մեջ, որտեղ Աստված իր սրբությունով խոսեց մեղավոր ազգի հետ։ Բայց երկրորդ փողը, երկրորդ տեղը, որ գրված է նոր կտակարանի մեջ, երբ որ փողը պիտի հնչվի, դա վերջի փողն է, եւ այդ ժամանակ մեռելները հարություն են առում, ել վաղ չկա, հապա ցնծություն եւ ուրախություն պիտի լինի։ Աստծո փողը Աստված պիտի հնչեցնե իր փողը, հրեշտակը պիտի իջնե եւ մեռելները հարություն պիտի առնեն։ Սիրելիներ, սա մեր հույսն է, սա մեր երջանկությունն է, բայց ում համար պիտի հայտնվի Հիսուսը իրեն սպասողների համար։ Դու սպասում ես իրան, սա մեկ այլ կողմը, ես չեմ ուզում այդ կողմով գնամ։ Դա ինչ բան է իրեն սպասելը մենք Տերոջ խոսքով կտեսնենք, Աստված մեզ կբացի եւ գլուսավորի,
Սակայն այսօր ես ուզում եմ խոսել մեկ այլ տեղ, սիրելիներ, որը գրված է Պետրոս Առաքյալի երկրորդ նամակի մեջ։ Այստեղ հետաքրքիր իմ հետ այդպես կատարվեց անցյալ օրը, երբ ես արթնացա, առավոտ շուտ, այս խոսքը իմ սրտիս մեջ եկավ։ Երկրորդ Պետրոս 3:15 եւ մեր Տիրոջը երկայն մտությունը փրկություն սեպեցեք։ Այսինքն Տերը այստեղ մի քիչ վերևում առաքյալը նշում է, որ վերջի օրերը մարդիկ պետքա գան եւ ասեն անհավատներ կամ ապստամբներ, ուրա մեր այդ խոսմունքը, որ ասում եք Տերը պիտի գա, մեր հայրերի ժամանակ էին ասում, իմ խոսքերով եմ ասում, հասկանալի, բայց մինչև այսօր անցել է մի քանի հազար տարի ու Տերը չի եկել։ Եվ առաքյալն ասում է, Տերը չի ուշացնի իր գալուստը։ Ասում է, Աստծո մոտ, ձեզ ծածուկ չմնա ձեզանից։ Ասում է, 1000 տարին մեր Աստծո մոտ մեկ օրվա պես է։ Այսինքն, եթե այստեղ 1000 տարի անցե, Աստված ասում է, հələ 3 էր։ Ինչ եք իրար խառնվել, ես իմ լեզվով եմ ասում։ Սիրելիներ, իսկ 1000 տարին մեկ օրվա պես Տերը իր գալը չի ուշացնել, հապա մեզի երկայնամիտ կլա, ասում է առաքյալը, որ չուզեր, որ մեկը կորսվի, ապա որ ամենքը ապաշխարեն։ Ուրեմն Աստծո երկայնամտությունը մեզ համար դա ինչա փրկություն է, ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ Աստված արագ չէ դատաստան անելու, այսինքն դատապարտելու, որ կորսվենք, այլ նա երկայնամիտ է, համբերում է, որ մենք խրատվենք, խրատով անցնենք եւ ապաշխարենք, որ հոգին փրկվի։ Նա մեզ համար իր կյանքը դրեց, իր արյունը թափեց, որբեսի մենք փրկվենք, սիրելիներ։ Եվ քանի դեռ մենք այս մեղանչական մարմնի մեջ ենք ապրում, վտանգը դեռ չի անցել։ Այնպես որ մենք չկարծենք, որ ամեն ինչ լավ է արդեն, ոչ սիրելիներ։ Քանի դեռ մենք այս մարմնի մեջ ենք, չարխայնանանք, այսպես ասում ենք, չէ՞, հապա զգաստ լինենք, հապա զգոն լինենք եւ արթուն լինենք։ Տեր Հիսուս այդպես ասեց։ Տեր Հիսուսն ասեց. «Արթուն կեցեք եւ աղոտ կարեք»։ Եվ ասեց, ան որ արթուն կկենա, չէ՞։ Այսինքն արթուն կենալ նշանակում է Աստծո խոսքի մեջ կենալ, Աստծո կամքի մեջ ապրել, ոչ թե աշխարհի մեջ, ի նկատի ունեմ մեղքի կյանքը, որովհետև մեղքի կյանքի մեջ ապրելը դա խավարի մեջ է եւ դա քնած վիճակն է եւ դա շատ վտանգավոր է մեզ համար, բայց Աստծո մեջ ապրել, Քրիստոսի մեջ ապրելը սերներ դա հենց լույսի մեջ ապրելն է։ Եթե ասում եմ մենք լույսի մեջ քայլենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ ինչ կունենանք, հաղորդություն կունենանք, ես եւ Աստված, դու եւ Աստված իրար հետ հաղորդություն կունենանք եւ անոր որդուն Հիսուս Քրիստոսի այժունը մեզ ամեն մեղքի կսրբե։ Այսինքն մենք շարունակաբար պիտի սրբվենք, սերներ, մենք տակավին ունենք շատ բաներ, որոնք մենք անում ենք, որից Աստված մեզ սրբում է, մաքրում է մեզի, որբեսի մենք ինչ լինենք իր առջև անարատ եւ ամբից լինենք։ Տեր Հիսուս այսպեսի խոսքեր ասեց մեկը չի ճանչնար որդին, բայց հայրը, եւ մեկը չի ճանչնար հայրը, բայց որդին, եւ հետո ինչ ասեց, եւ նա, որին որդին կուզե հայտնել։ Ուրեմն տեսնում եք, սերներ, ինչ հրաշք է սա։ Քրիստոնյա լինելը ինչա նշանակում, բարի մեկ տողով Աստծո հետ հաղորդություն ունենալ, Աստծո սրբության հետ հաղորդ լինել, որովհետեւ նրա կյանքը մեր մեջից բխե մեր մեջ եւ մեր մեջից, որովհետեւ մենք հոգու պտուղ ունենանք, որովհետեւ մենք սուրբ կյանքով ապրենք, հիմա առաքյալն ասում է, եւ սպասենք մեր Տերոջը փրկի երկրորդ գալուստին։ Մեր կյանքը այս երկիրը չէ։ Այս աշխարհը չէ մեր կյանքը, այս աշխարհի հաջողությունները չեն մեր հաջողությունները, որովհետև մարդ կարող է այս աշխարհի մեջ շատ հաջողությունների հասնի, բայց Աստծո հետ կապ հաղորդություն չունենա, նրա վախճանը վատ է լինելու։ Բայց մեկն էլ կարող է, որ շատ այդպես ռամի կյանք ապրում, տկար կյանք ապրում, բայց կապ ունի կենթանի Աստծո հետ, զարմանալի է։
Շատ անգամ քարոզիչներն ասում են, այսպես ճագերտավոր նրանք սուտ քարոզներ են, սուտ խոսքեր են։ Հնարավոր է այդ եղբայրը, այդ անձը, այդ քարոզիչը ճշմարիտ է, բայց շեղվել է։ Ասում է, եթե ես Աստծո որդի եմ, ես պետք է հարուստ լինեմ։ Մեկն էլ ասեց, բավական է երկնքի մեջ ոսկիների մասին, որ ոսկյակա, ես այստեղ եմ ուզում այդ ոսկիները, որտեղ ես Աստծո որդի եմ։ Մի հատ էլ քարոզիչ կա, իր ազգանունը դրել է քյաշ, ինչ էր դրել մոռացա, դոլար, տերորդն է։ Իր ազգանունը դոլար է, պատկերացրեք ինքը դոլար է, ներքևից վերև փող է, ոսկուց է ինքը, որտեղ Աստծո որդի է։ Բայց Տեր Հիսուսն ասեց երկնքի թռչունները բույներ ունեն, երկրի աղվեսները որջեր, բայց որդին մարդու իր գլուխը դնելու տեղ չունի։ Սիրելիներ, եթե այսօր մենք մեր գլուխը դնելու տեղ չունենք, եթե հարստություն չունենք, ապա մեր հարստությունը Հիսուս Քրիստոսն է։ Պահված է երկնքի մեջ, որը մենք պիտի ժառանգենք հավիտենական եւ ճշմարիտ հարստությունը։ Իսկ երկրի վրա էլ Աստված քեզ չի թողնելու սոված։ Երկրի վրա նա հոգ է տանելու, որտեղ նա խոստացել է մեզ հոգ տանել։ Ուրեմն քրիստոնյա լինելը, քրիստոնեությունը դա Աստծուն ճանաչելն է։ Աստծո հետ քայլել, Աստծուն հաղորդակցվել եւ սրբանալ ամեն օր։ Մեղքից հեռանալ, աշխարհից հեռանալ եւ մոտենալ Աստծուն, որտեղ մեր հույսը նա է։ Ուրիշ հույս չկա, ես ինչ չեմ կարա հուսա, ոչ էլ դու քեզ, ոչ էլ մի եղբոր, կամ քարոզիչի, հապա կենթանի Աստծուն։ Օրհնյալ լինի մեր Տերը, սիրելիներ, սրա համար Աստծո խոսքը միշտ ասում է, որ ամեն օր Աստծո վախի մեջ եղիր, որտեղ Աստծո վախը սուրբ է, հավիտյան կմնա։ Որն է Աստծո վախը? Աստծո վախը չարությունը ատելն է։ Եվ սա մենք պետք է սովորենք։ Սա մենք պետք է ձեռք բերենք, սա մեկ օրվամ չի լինում։ Այն առաջի օրը մենք վերստին ծնվեցինք եւ լեցված էինք Սուրբ Հոգով, դեռ այս բաները չէինք զանազանում։ Մեղքեր էինք գործում, կարծում ենք թե ամեն ինչ լավ է։ Կարծում ենք թե մենք արդեն հասել ենք փառքի։ Սեներ մի դեպք կատարվեց իմ հետ տարիներ առաջ, հետաքրքիր էր, շատ հետաքրքիր էր։ Ես չեմ հիշում ինչ էի աղոթում, թե ոնց եղավ, Տերոջ երեսն էի փնտրում, քայլում եմ ճանապարհում, downtown-ում էի, եւ հանկարծ մենք գիտենք, որ ինչպես որ եղբայրն ասեց, որ մենք Սուրբ Հոգու տաճար ենք, չէ՞։ Սուրբ Հոգին մեր մեջ բնակվում է։ Եվ ակնթարթ երևի կես վայրկյան ասեմ, կամ մեկ վայրկյան, լավ։ Այդ վայրկյանի մեջ ես ինձ տեսնում եմ, չգիտեմ ոնց ասեմ, սխաչը հնչվի կամ ընկալվի։ Ես Աստծուն տեսա իմ մեջ։ Այդ վայրկյանի մեջ ես կարծես թե ես Աստծո պես եմ։ Չեմ կարող բացատրեմ, բայց ես տեսնում եմ իր ներկայությունը, բայց հենց այդ վայրկյանի մեջ ես մեղք եմ գործում։ Ես մարմնի ցանկություն ունեցա։ Ու այդ ներկայությունը, որ այդ վայրկյանի մեջ եղավ, միանգամից անհայտացավ։ Ես ասի, ինչ կատարվեց իմ հետ, Տեր, ինչ կատարվեց։ Եվ ես մի բան հասկացա, քանի դեռ ես այս մարմնի մեջ եմ, այս մեղքի մարմնի մեջ, մենք ամեն ժամանակ կարանք ընկնենք եւ մեղք գործենք։ Դրա համար, սիրելիներ, այդ փառավոր ներկայությունը մենք հիմա չենք կարող վայելել, որովհետև այս մեղքի մարմինը եւ Աստծո սուրբ ներկայությունը համատեղ չի կարող ապրել, բայց երբ որ փրկություն օրը գա, երբ որ մենք այս մարմնից դուրս գանք եւ այն ժամանակ հագնենք փառավոր մարմին, սուրբ մարմին Քրիստոսի նման, այդ ժամանակ մենք կլինենք կատարյալ Քրիստոսի նման։ Եվ այդ ժամանակ Աստծո ներկայությունը կվայելենք եւ մենք կնմանվենք Քրիստոսին, կլինենք Աստծո որդիներ, ինչպես այստեղ գրված է, ֆիզիկապես, հենց արդեն իրականությունով մենք հիմա հավատքով ենք քայլում, մենք հիմա հավատքով ենք գնում առաջ, որ ես ու դու Աստծո որդիներ ենք, բայց այն օրը սիրելիներ հայտնապես պիտի տեսնես։ Հիշում եք մի դեպք Հին Ուխտի մեջ, երբ որ Սավուղ թագավոր Իսրայելի առաջի թագավոր արդեն մեղք էր գործել, արդեն վերջի պահերն էր, Աստված թողել էր իրան, եւ ինքը ուզեց, որպես Աստված էլ չէր խոսում իր հետ, եւ ինչ արեց, գնաց, ում մոտ գնաց, մի կախարդի մոտ գնաց, չէ՞։ Եվ ասեց,
Ես գալիս եմ, որ ուզում եմ մեկին ինձի հանես, ում ես ուզում հանեմ, ասեց Մերելներից, ասեց Սամվելին։ Եվ այդ ժամանակ ինչ-ինչ ձևերով ես չգիտեմ ոնց է դա լինում։ Եվ հանգարց ասում է, եւ այս կինը, այս կախարդը միանգամից սարսափի մեջ անգնում, ասում է ինչ տեսա, ասում է մեկը տեսա պատմուճան հակած սպիտակ, ասում է դուրս գերներ, եւ նրա երևույթը Աստծո պես էր։ Տեսնում եք ինչ ասում ինքը։ Այսինքն Սամվելը արդեն հոգիով փառավոր վիճակի մեջ էր, եւ երբ որ ինքը դուրս էր գալիս, վեր էր գալիս, նա Աստծո պես էր։ Նա Աստծո փառքը ուներ արդեն իր վրա։ Սա գալիքի խոսմունքն է ամեն իրեն սիրողների համար, սիրելիներ, որ մենք, ինչպես Հովհաննեսն է ասում, Աստծո որդիներ ենք ու չգիտենք ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ անիկա հայտնվի, անոր պես պիտի լանք, վասնցի պիտի տեսնենք զանիկա ինչպես է, անոր պես պիտի լանք։ Սիրելիներ, քանի որ այս խոսմունքները մենք ունենք մեզի տված, ինչպես պետք է ապրենք երկրի վրա։ Այս սա է հիմա գործնական մասը, որ ես ու դու պետքա ձգտենք սրբության, ես ու դու պետքա գնանք առաջ դեպի սրբանալ, դեպի նմանվել Քրիստոսին, որովհետև մեր ապահովությունը եւ մեր հաստատ լինելը աճի մեջ է եւ զարգանալու մեջ հոգեվորապես։ Աստծո խոսքում, սիրելիներ, ամեն տեղ մենք կարդում ենք, որ Աստված ինչ է անում, մեզի զգուշացնում է մեր անձերի համար։ Ես կարդամ մի երկու տեղ, առաջինը Առաջի Տիմոթեոս 3:16, Առաջի Տիմոթեոս 3:16, Պողոս առաքյալը գրում է իր սիրելի հավատքի որդուն, Առաջի Տիմոթեոս 4, ներողություն, 3 եմ գրել, բայց 4:16, զգուշացիր քու անձիդ եւ վարտապետությանը ու միշտ ադոնց մեջ կեցիր, քանզի այդպես ընելով քեզ էլ պիտի ապրեցնես եւ զանոնքալ, որոնք քեզի մտիկ կնեն։ Զգուշացիր քու անձիդ ու վարտապետությանը եւ միշտ ադոնց մեջ կեցիր, այդպես ընելով քեզ էլ պիտի ապրեցնես եւ նրանց էլ որ քեզ կլսեն։ Մեկ ուրիշ տեղ Հիսուսն ինչ ասեց, անոր մինչև վերջ կհամբերե անիկա պիտի ապրի։ Ուրեմն սեներ, մեկ ուրիշ տեղ էլ մենք շատ մեզի հայտնի, որը ես շատ եմ սիրում, Գործք մեջ Պողոս առաքյալը, երբ որ Մելիտոսում էր ինքը եւ Եփեսոս ուղարկեց մարդ եւ երեցներին կանչեց, վերջ այնտեղ խոսում է բավականին բաներ եւ այստեղ նշում է, որ Գործք 20-րդ գլուխ 26 խոսքից ուստի այսօր կվկայեմ ձեզի, որ ես անպարտ եմ ամենուն այրունեն, վասնզի ետ չկեցա, Աստծո բոլոր կամքը ձեզի հայտնել է, Աստծո բոլոր կամքը, մենք երբեմն կարդում ենք միտեղ եւ բավարարվում ենք դրանով Աստծո կամքի վրայով, ասում ենք էս է Աստծո կամքը, բայց Աստծո բոլոր կամքը ոնց պիտի իմանանք, Աստծո բոլոր գիրկը պետքա իմանանք, Աստծո բոլոր խոսքը պետքա իմանանք, որովհետեւ իմանանք Աստծո բոլոր կամքը։ Օրինակ նորից Պողոս առաքյալը այս անգամ երկրորդ նամակի մեջ Տիմոթեոսին ուղված 3:16 գրում է. բոլոր գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շիտկելու եւ արդարության խրատելու համար, որովհետեւ Աստծո մարդը կատարյալ լինի, ամեն բարի գործերու պատրաստված։ Ուրեմն սեներ, Աստծո բոլոր կամքը մենք միայն կարող ենք ձեռք բերել եւ ճանաչել, երբ որ Աստծո բոլոր գիրկը գիտենք։ Դրա համար ասում է դու գրքերը գիտես դրանից առաջ, որ կրնակ ես իմաստուն ընել։ Առաքյալը նույն Տիմոթեոսին նույն երկրորդ գլխի, երկրորդ նամակի մեջ ասում է նաեւ մանկությունդ ի վեր 3:15 Սուրբ գրքերը գիտես հոգնակի, որոնք կրնան իմաստուն ընել քեզ փրկվելու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքովը։ Եվ շարունակում է բոլոր գիրկը Աստծո շունչն է։ Այսինքն Աստծո շնչով է գրված բոլոր գիրկը, որտեղ էլ որ կարդանք, որտեղ էլ որ մենք նայենք, եթե Սուրբ Հոգով ենք մենք նայում, կտեսնենք Աստծո կամքը։
Կիմանանք ինչ է Աստծո կամքը, որը ես ու դու պետք է կատարենք։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է. «Արդ զգուշություն ըրեք երեսներին, ինչ ասում, ձեր անձերին եւ բոլոր հոտին, որ Սուրբ Հոգին տեսուչ դրավ ձեզ Աստծո եկեղեցին հովելու»։ Ուրեմն զոր իր արյունով ստացավ։ Ուրեմն զգուշություն անել մեր անձերին։ Սա շատ կարևոր է սիրելիներ։ Եկեք աշտանանք, եկեք մեր քնած տեղից աշտանանք, որտեղ Պողոս առաքյալն ասում է Թեսաղոնիկացիների նամակի մեջ, որ ասում է ժամանակն է, որ ձեր քնից աշտանանք եւ ձգտեք դեպի սրբություն, ձգտենք դեպի Տերը։ Մեր ապահովությունը սերիներ հոգևորապես զարգանալու մեջ է եւ աճելու մեջ է։ Ես ու դու պետք չենք իրավունք չունենք դադար տանք, մենք պետք է շարունակենք, մենք պետք է գնանք առաջ, կարդալու, աղոթելու, մասնակցելու եւ Քրիստոսի հարության վկաները լինելու, որպեսզի մենք զգանք, որ մենք երկնքի կոչում ունենք, մենք երկնքի քաղաքացիներ ենք եւ ոչ թե երկրի վրայինները։ Փիլիպպեցիներին ուղված նամակի մեջ առաքյալը հետաքրքիր բաներ է ասում։ Առաջի գլուխ Փիլիպպեցիս 1:23-ից 25 համարներում ես ուզում եմ կարդալ Փիլիպպեցիս 1:23-25 Այստեղ առաքյալը շեշտում է, ասում է, ապրել իմ համար, իհարկե այս 21-ից է գրած, ապրել իմ համար Քրիստոս է, մեռնել օգուտ։ Հապա եթե մարմնի մեջ ապրելը ինձի պտուղ կբերե, ալ չեմ գիտեր որը ընտրեմ։ Երկու կողմանե ալ նեղը մնացած եմ, մեկնելու ու Քրիստոսի հետը լալու փափակ ունենալով, քանզի այն շատ ավելի աղեկ է, բայց մարմնի մեջ կենալը ձեզի համար ավելի հարկավոր է։ Սիրելիներ, Պողոս առաքյալը կանգնել էր ընտրության առաջ։ Ընտրություն ուներ։ Ինքը կարող էր ասել, Տեր, ես գալիս եմ, Տեր, վերցրա ինձի, եւ ինքը կգնար։ Այդպես է ասում այստեղ։ Ես ասում եմ կանգնել եմ երկու, այսպես քարի արանքում, չգիտեմ որը ընտրեմ։ Գնամ, Տերոջ հետ լինեմ, դա շատ հրաշալի է, բայց եթե մնամ, ձեզ համար է լավ։ Ինչ լավ ասում առաքյալը։ Եվ այս բանին համոզված լալով 1:25 գիտեմ, որ ձեր ամենուն հետ պիտի կենամ ու մնամ, որպեսզի դուք զարկանաք եւ ուրախ լինեք հավատքով։ Զարկանաք։ Ես այսօր զարկանում եմ, հոգևորապես աճ ձեռք բերում եմ։ Պետրոսն էլ ասում, չէ, երկրորդ նամակի առաջի գլխում։ Եվ ասում է, որու վրա որ այս բաները կգտնվին եւ կաճին, պարապ եւ անպտուղ չեն նեզանիկա մեր Տեր Հիսուս Քրիստոսը ճանչնալու մեջ, բայց որուքով որ այս բաները չկան, անիկա կույր է ու կարճատես, որ մորցել իր առաջվա մեղքերեն մաքրված լինելը։ Ուրեմն տեսնում եք, Աստծո խոսքը ինչքան զգուշացումներ է տալիս մեզի, որովհետեւ ես ու դու քննենք մեր անձը։ Հիմա ես նայում էի ու այսպես մտածեցի, Փիլիպպեցիների համար ինչ կար։ Առաքյալը, Քրիստոսի առաքյալը իրանց հետ էր, իրանց մեջ էր։ Պատկերացրու հիմա առաքյալը ներս կա այստեղ, sense պստիկ կա, նստի այնտեղ, մեկ էլ հելնի ստեղից սկսի հանդիմանել, սկսի շիտկել, սկսի ուղել, հորդորել, մեկ էլ հրաշքներ կատարվեն, բժշկություններ եւ դևեր դուրս կան եւ այլն։ Բայց հիմա Պողոս առաքյալը այն ժամանակ կար, հիմա չկա, հիմա ինչ անենք մենք սիրելիներ։ Պողոս առաքյալին որտեղից գտնենք, ինչ անենք, եւ այսպեսի միտք, այո, Պողոս առաքյալը չկա, բայց Աստված կա եւ իր խոսքը կա։ Պողոս առաքյալը մեկ ուրիշ տեղ էլ ինչ է ասում, ասում է, ինչպես իմ ներկայության ժամանակ հնազանդ եղաք, ալ ավելի հիմա իմ բացակայությանս ատեն, ահով եւ դողով անձերնուտ փրկությունը գործեցեք, որովհետեւ Աստված է, որ ձեր մեջ կներգործե կամենալը եւ ընելը իր հաճության համար։ Այսինքն նույն նամակի մեջ է դա ասում, երկրորդ գլխում։ Այսինքն, թեև ես ձեր հետ եմ, ես անոթ եմ միայն, ես Աստված չեմ։ Ապողոսը ես սերմանեցի, Ապողոսը ջրեց, չէ, բայց Աստված աճեցրեց։ Սիրելիներ, Հիսուսն էլ հիշում եք, երբ որ խոսում էր Իսրայելին, ասեց, դուք գիտեք, որ ասում է Հովնանի ժամանակ, երբ որ գնաց Նինվե քարոզեց եւ շատեր ապաշխարեցին, բայց ահա Հովնանեն մեծ
մեկը կահոս։ Եվ Սողոմոնի մասին էլ խոսեց, ասեց, որ թակուին էր Սաբայի թակուին եկավ, ասեց Սողոմոնի իմաստությունը լսելու, չէ՞, լսեց ապշեց, բայց ահա Սողոմոնին մեծ մեկը կա այստեղ, օրհնյալ լինի, հիմա այդ մեծ մեկը մեր մեջ է։ Այդ խոսքը այստեղից հնչում է, բայց մենք սիրելիներ, այդ խոսքը լսենք եւ կատարենք։ Դրա համար Հիսուսն էլ ասեց, որ ավելի լավ է, որ ես գնամ։ Հիշում եք աշակերտներին նա ինչ ասեց։ Ասեց. լավ է, որ ես գնամ։ Եթե ես չգնամ, Սուրբ Հոգին ձեզի չի գար, բայց եթե ես երթամ, Մխիթարիչը կուղարկեմ ձեզ, նա ձեզ հետ պիտի լինի եւ հավիտյան ձեր հետ պիտի լինի եւ ձեր մեջ պիտի լա։ Եվ այսօր սերներ այս Սուրբ Հոգին է, որ մեզ հետ խոսում է եւ սովորացնում է։ Տերը տա, որ մենք այդ ականջ ունենանք եւ հնազանդվող սիրտը։ Դրա համար մենք պիտի աղոթենք, պետք է խնդրենք Տերոջը։ Սերներ, Աստված կենթանի Աստված է, նա խոսում է մեզ հետ, նա առաջնորդում է մեզի, մեզ ինձ եւ քեզ մնում է, որ մենք ինչ անենք, լսենք եւ կատարենք սիրներ։ Ուրեմն առաքյալի հորդորը, երբ որ ասում է Աստված երկայնամիտքը լա մեզի, բուն միտքը ինչ էր, բուն միտքը, որ առաքյալն ասում է, նաեւ ինքը խոսում է առաջի նամակի մեջ, առաջի Պետրոս 1 14-ից եմ կարդում, 1:14, հնազանդ զավակների պես, ոչ թե ձեր տգիտության ատենին առաջին ցանկությունները վարվելով, հապա ձեզ կանչող Սուրբին պես դուք սուրբ եղեք բոլոր վարմունքների մեջ։ Աստծո կամքը ինչ է, որ մենք սուրբ լինենք, վասնցի գրված է, թե սուրբ եղեք, քանզի ես սուրբ եմ։ Սա Աստծո կամքն է, սիրելիներ, որ մենք սուրբ լինենք, ինչպես ինքը սուրբ է, սակայն առանց Աստծո զորությունը ունենալու մենք չենք կարա սուրբ վարմունք ունենալ, առանց Աստծո զորությունը ընդունելու մենք չենք կարա սուրբ վարմունք ունենալ։ Դրա համար երկրորդ նամակի սկզբում ինչ է ասում առաքյալը 1:3, ինչպես իր աստվածային զորությունը կենաց եւ ասված պաշտության վերաբերյալ ամեն բաները մեզի տվավ անոր գիտությունով, որով մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրեց, որոնցով ամենամեծ եւ պատվական խոսմունքներ տրված են մեզի, որբեսի ասոնցմով աստվածային բնությանը հաղորդ լինենք, աշխարհի մեջ ցանկությունն է առաջ եկած ապականությունեն փախչելով։ Ամեն սիրելիներ։ Ուրեմն սա մեր ընթացքն է։ Աստված ընտրել է քեզ, քաշելա բերելա մեզի, իրա զորությունը տվելա մեզի եւ ելի կտա, որբեսի մենք աշխարհի մեջ մարմնի աչքի ցանկությունից առաջ եկած ապականությունից փախչելով աստվածային բնությանը, սուրբ բնությանը հաղորդ լինենք։ Ու երբ որ մենք հաղորդ ենք լինում, մեր կյանքը փոխվում է։ Մենք նորոգվում ենք, մենք նմանվում ենք Հիսուսին եւ լինում ենք պտղաբեր։ Դրա համար Տեր Հիսուսն էլ ասեց, չէ, եւ առաքյալն էլ ասեց, մենք ասում է աշխարհի համար մեռանք, օրենքով մեռանք, որբեսի ուրիշի մլանք Քրիստոսին, որբեսի Աստծո պտուղ բերող լինենք։ Տերը օրհնե բոլորիս սերներ եւ խոսքը այստեղ ես ուզում եմ ավարտել ամբողջ առաքյալի միտքը, ամբողջ առաքյալի խոսքը զգուշացում քո անձին եւ իմացի որ վտանգը անցած չի, քանի դեռ մենք այս մեղանչական մարմնի մեջ ենք, վտանգ կա, բայց պետք է ամեն օր պայքարել եւ մղել պայքարը Հիսուսի անունով հավատքով, ինչպես ասվեց եղբոր կողմից, որ Տերը ասեց. աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց քաջասիրտ եղեք։ Ես աշխարհին հաղթեցի։ Ամեն։